Ողջույն ձեզ, քուրեր եւ եղբայրներ։ Մենք 15 համարն ենք մեծ հայքում եւս 15 նահանգեր։ Մենք եղել ենք մեծ պետություն։ Ես վերջի մի քանի օր այդ եվրոպական բանը նայում եմ։ Գիտեք, նես տպավորություն է, որ մեկը ունի ռեստորան, այդ ռեստորանում հրավիրել է մարդկանց, ռեստորանի տերը իր հաշվին սեղանակցե, նրանք ուտում, ուրախանում, վերջում ասում են շնորհակալություն, իրանք իրանց մեջ իրանց հարցերը լուծում են, հելնում գնում են։ Այս Եվրոսովետի, Եվրոխորհրդի, չգիտեմ, ոնց ուզում եք կոչեք։ Այդ եվրոպացիների այցի արդյունքն է Հայաստան։ Այս մարդիկ եկել են իրար մեջ հարց լուծեն, այս մարդիկ եկել են Երևանի հարթակը օգտագործեն ու մեր համար, մեր ազգի համար վտանգավոր հայտարարություններն արել իդեմը Զելենսկու։ Ու ճիշտ ասած, ինչի՞ վրա ենք մենք ուրախանում։ Ես ձեզ ասեմ, եթե մենք հիմա ուղակի գնում էինք դեպի ինչ-որ ուղղությամբ, ու մեզ ճամփին համոզում էին, որ ժողովուրդ ջան, սխալ եք անում։ Այս պահից, այսօրվանից արդեն սկսել է շոթչիկի հաշվարկ։ Ես ասել եմ, սրանք մնացին, ոչ թե խաղաղություն չի լինելու, Հայաստան չի լինելու։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ մյուս երկրները, եւ արդեն էլ Ռուսաստանն էլ մտածում են, որ հայերը իրենց պետք չեն։ Ու մտածում են, թե մեր տեղը ինչ պետքա լինի։ Զելենսկին բան ուներ ասելու Մոսկվայում, բայց այդ խիչ ներից չասեց ինքը անձամբ որ խփի պարադին, ինչի եկավ Հայաստանում ասեց։ Ինչի համար մենք բերում ենք մեր գլխին այն հայկական կոմսոմոլի ժամանակ ասում армянский комсомол ասում сам себе создает трудности, потом ее преодолевает. Այն ժամանակ էին ասում։ Մենք ինչ ենք մեզ դժվարություններ ստեղծում։ Մեկ ժամ առաջ սրանցից պետք է ազատվել։ Ու ես ասեմ, միակ կուսակցությունը, որ ունի գաղափարախոսություն եւ այսօր ինչ որ ձևի գրված է ընտրություններում 15 համարի տակ, դա մեր կուսակցությունն է։ Համայնքական ճակատ կուսակցությունն է։ Դոկ կուսակցության հետ միասին։ Ես ուսումնասիրել եմ բոլորին գաղափարախոսությունները։ Ահա Ժորժ ջան։ Մարդիկ ուրիշ հարցերի համար են պայքարում։ Մենք աթոռի համար չենք պայքարում, ես երեք ասացի։ Ահա որը շատ կոպիտ սխալ ենք թույլ տվել, ոչ թե մենք այսօրվա մեր իշխանությունը, քանի որ մենք ենք դրանց թողում որ մնան իշխանության, ուրեմն մենք էլ իրանց հետ շատ կոպիտ միջազգային չափալախա մեզ սպասվում ոչ միայն Ռուսաստանի կողմից եւ հարևան Իրանի կողմից եւ Ադրբեջանի կողմից, եթե դուք լսեցիք Ալիևի ելույթը, եւ Թուրքիայի կողմից։ Ինչ ասեմ։ Մեր երկրի ղեկավարությունը եւ անվտանգության համակարգը խելք ունի, աշխարհը չունի։ Եթե ուզում եք այս վիճակից դուրս գաք, քվեարկեք 15 համարի համար։ Քվեարկեք։